Դեկտեմբերի 6-ին հանրաքվեին դրված Սահմանադրության նախագիծը զրկում է մեզ բազմաթիվ սոցիալական և քաղաքական իրավունքներից, որն ունենք այժմ գործող Սահմանադրությամբ։ Նախագծի խնդրահարույց դրույթների վերաբերյալ մենք նկարահանել ենք այս իրազեկող հոլովակը, որը տեսել և բարձր են գնահատել նաև ԱՅՈ-ի քարոզիչները։ Դրա համար էլ որոշել են մոլորեցնող կլիպ պատրաստել, որն իրականում պարունակում է մի շարք մանիպուլացնող հնարքներ։ Ի դեպ նշենք, որ YouTube-ում անջատված են հավանել-չհավանելու և մեկնաբանելու կոճակները, ինչը չի թողնում, որպեսզի հասարակությունը արձագանքի տվյալ հոլովակին։ Մի քանի պարզ հնարք են գործածում մեզ շփոթեցնելու համար։ Սա ապատեղեկատվություն է։ Սա ընդհանրապես պարզ աճպարարություն է։ Ակնհայտորեն կեղծ տեղեկատվություն է։ Նախ իրազեկող հոլովակում մատնանշած խնդիրները պարզապես պիտակավորվում են որպես կեղծ կամ սուտ, սակայն դրանք բոլորովին չեն հերքվում, այլ հերքման փոխարեն վառ ֆոնի վրա խոշոր տառատեսակով հաճախակի ցուցադրվում են սուտ, կեղծիք, ապատեղեկատվություն բառերը։ Տպավորություն թողնելու նպատակով դրանք հատուկ ցուցադրվում են իրազեկող հոլովակի մեջբերումներից հետո։ Բայց առաջարկվող նախագծով դա այլևս մեր սահմանադրական իրավունքը չէ։ Միաժամանակ հերքման բովանդակային փաստարկները բացակայում են։ Ընդհանրապես ընթերցվում են նախագծից որոշ հոդվածներ։ Ցույց տանք մի օրինակով։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ անվճար բուժօգնություն գործող Սահմանադրությամբ, որն առաջարկվող նախագծով իջեցվել է օրենքի մակարդակի։ Իրականում մոլորեցնող ձայնը հենց դա էլ ասում է, սակայն ներկայացնելով իբրև հերքում։ Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածի երկրորդ մասը պետության համար սահմանում է անվճար բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը օրենքով սահմանելու հստակ պարտավորություն։ Այստեղ ամենակարևորը օրենքով սահմանվող բառակապակցությունն է, ինչը նշանակում է, որ նախագծի անցնելու պարագայում մենք բոլորս կախված կլինենք օրենքից և օրենքը սահմանողներից։ Դա կարող է ունենալ կամայական ձևակերպում, իսկ սահմանադրական իրավունքները չեն գործի անմիջականորեն։ Այս մասին է հենց ահազանգում իրազեկող հոլովակը։ Առաջարկվող նախագծով աշխատանքային պայմաններին, սոցիալական ապահովությանը, անհրաժեշտ կենսամակարդակին և առողջության պահպանությանը վերաբերող հոդվածները իջեցվել են օրենքի մակարդակի։ Օրենքն է սահմանելու այս իրավունքները և ոչ սահմանադրությունը։ Այս իրավունքների խախտման դեպքում այլևս հնարավոր չի լինի դիմել սահմանադրական դատարան։ Լսենք շփոթեցնող կլիպի շարունակությունը։ Ավելին, այդ հարցով սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահը, կառավարությունը և падգամավորների 1/5-ը։ Այսինքն հաստատում է, որ այս կենսական իրավունքների համար մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սահմանադրական դատարան չենք կարող դիմել, ինչպես օրինակ գործող սահմանադրությամբ դա արեցինք կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեպքում։ Կլիպում սահմանադրության նախագծին համապատասխան մեզ առաջարկում են հույսը դնել падգամավորների, կառավարության ու նախագահի վրա։ Թերևս էլի մի հնարք կա, որ կիրառում են քարոզիչները իրենց կլիպում։ Այստեղ կոպտորեն մոնտաժված է այն հատվածը, որը վերաբերում է խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին։ Մոնտաժված է հատկապես ամենակարևոր վերջին հատվածը։ Ուզում ենք մեր իրավունքների պաշտպանության համար խաղաղ հավաք անցկացնել։ Գործող սահմանադրությունը մեզ չի սահմանափակում։ Յուրաքանչյուրս ունենք խաղաղ առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք։ Բայց սահմանադրության նախագծում այն լրացվել է այս արտահայտությամբ։ Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով նախատեսված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա։ Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում։ Նախագծի հաստատման դեպքում ստիպված ենք լինելու ամեն անգամ ապացուցել, որ հավաքն ինքնաբուխ է։ Եթե ցուցադրեին այն, ակնհայտ անհեթեթ կդառնար այն ոգևորությունը, թե համաշխարհային պրակտիկայում ինչպիսի նորամուծություն է կատարվել ինքնաբուխ հավաքների մասով։ Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նախագիծը սահմանադրական մակարդակի է բարձրացրել ինքնաբուխ հավաքների իրավունքը, որոնց անցկացման համար իրազեկում պետք չէ։ Համաձայնեք, որ այս ոգևորությունը անհեթեթ է նաև իրականության հետ համեմատության մեջ, երբ դեկտեմբերի 1-ի հանրահավաքը խոչընդոտելու համար կասեցվել էին հանրային տրանսպորտի մարզային ուղերձները դեպի Երևան։ Եվ սա դեռ այն պարագայում, երբ գործող սահմանադրության մեջ չկա որևէ նախադասություն, որը սահմանափակում է խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը։ ԱՅՈ-ի քարոզիչ կլիպի վերջում մեզ կոչ են անում չտրվել ապատեղեկատվությանը և լինել իրազեկված։ Եվ իսկապես սա միակ արժանահավատ նախադասությունն է այս հոլովակում։ Եվ ուրեմն իմանանք, որ սահմանադրությունը կապ ունի յուրաքանչյուրիս կյանքի հետ և չտրվենք մոլորություններին։